Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ արդեն 2 օր է ազգային ժողովում, չնայած այն բանին, որ օրակարգով ներկայացված են այլ հարցեր, այնուամենայնիվ այդքան չքննարկվում այդ հարցերը, որքան Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետի կամ նույն ինքը Վարդանիկի հայտարարությունները, ուստի իմ կարծիքով անհրաժեշտություն կա փոքրիկ անդրադարձ իրականացնելու, հատկապես որ սույն երևույթը 3 մամուլի ասուլիս էր տալիս եւ վերահաստատում իր ասածները եւ մի փոքր փորձելով իհարկե մակրագրել, բայց միևնույն է, ինչպես ասում են, գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում։ Ընդհանուր առմամբ այն ասելիքը, որը չպիտի ասել, ասել է։ Ես այսօր անդրադառնալու եմ նաեւ ինչու ոչ արտախորհրդարանական ընդդիմությանը եւ այն քաղաքական հաստատություններին, կուսակցություններին, որոնք որ ավելի եվրոպական արժեքների, արևմտյան արժեքների կրող են եւ դրա բանն են անում, քարոզն են անում այս շրջանակներում։ Գանք ամենասկզբից Վարդան Ղուկասյանը, նույն ինքը Վարդանիկը չի նեղվում, որ իրեն Վարդանիկ ենք ասում, ինքը, չգիտեմ, 3 մամուլի ասուլիսում ինչ-որ նեղված էր, ասում էր բանը, ասում Վարդանիկը, ես չեմ նեղվում այդ անունից, հիմա չհասկացանք նեղվում ես, թե չես նեղվում, դու ես ներկայացել Վարդանիկ, ընդ որում ոչ միայն քո ամբողջ քաղաքական այսպես ասած ժամանակահատվածում, այլ նաև Գյումրու քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, երբ որ դու ներկայանում էր Սլաբոդկա будет жива, sense բաներ պակա Վարդանիկ սուշիստվեր, ես շատ գիտեմ, sense բաներ էիր խոսում։ Հիմա չգիտենք, քեզ ոնց դիմենք, որ եթե Վարդանիկ ես ներկայացել, ոնց դիմենք։ Օրինակ ես ընկեր ունեի, անունը Աբրահամ էր, ու ներկայանալուց ինքը ասում էր Աբրահամ, ու որևիցե մեկը նրան աբո չէր ասում, ընդունված է, չէ, որ աբո ասեն, որևիցե մեկը աբո չէր ասում, որովհետև ինքը իր կեսվը, ոչ մեկին չի ասել ինձ աբո մի ասեք, բայց ինքը իր տեսակով այնպեսին էր, որ դու հասկանում էր, որ այդ մարդը Աբրահամ է ներկայացել, ու պիտի Աբրահամ է, հիմա դու ներկայացել ես Վարդանիկ, քեզ ինչ ասենք, սա մի քիչ կողմնորոշվի ու արի կլինի մի նեղվի, սա մեկ, երկրորդ, վերահաստատում է իր ասածները, դեռ ասելիքի մի մասը են կողմ, են խուժանական մասը, խուլիգանին հատուկ մասը մի կողմ, ասում է մանիպուլյացիա էլի անում, ասում է, բայ Եվրոմիությունը ոնց է Եվրամիություն, այդ իմաստով եմ ես ասում, որ բանը Ռուսաստանի հետ չգիտեմ ինչ-որ միութենականություն, ուրեմն եթե վաղեմ ու ներկայացնում է իր քաղաքական հետագիծը էլի, չգիտեմ քանի անգամ պատգամավոր եմ ընտրվել, քանի անգամ քաղաքական, նախ երբեք ընտրությունները չեն անցել առանց կեղծիքի ու ոչ ոք չի կարող իր քաղաքական հետագծով հպարտանալ մինչև 18 թիվը, սա մեկ, զավթիչների խմբակցություններից է եղել, սա մեկ, երկրորդ, այդ շատ ցավալի է, երբ որ մարդը համարում է իրան քաղաքական գործիչ ու չի հասկանում Եվրամիության եւ միութենական պետության տարբերությունը։ Բայց ասեմ, լավ, հուշեմ, քեզ քո մանիպուլյացիաների տակ ընկնող մեր հասարակությանը։ Տես, Եվրամիությունը դա պետությունների միավորում է, այսինքն պետություններ են այնտեղ ներկայացված միության շրջանակներում։ Միութենական պետությունը, միութենականությունը տարբեր տարածքների մի պետության շրջանակներում, հասկանում ես, թե էլի չէ, օրինակ նայ, սովետական միությունը, որքան էլ որ կային այս ինչ ՍՍՀ-ին, ՍՍՀ, միևնույն է, այդ ամբողջը մի միութենական պետություն էր, եւ դա ռուսական կայսրության մի քիչ փոփոխված տարբերակներ, ընդ որում զավթողական քաղաքականության արդյունքում, հասկանում ես, եւ հիմա Ռուսաստանը փորձում է վերականգնել իր տարածքները, իր ասելով, ինքը ասում է, ես վերականգնում եմ իմ տարածքները, վերականգնում եմ իմ կայսրությունը։ Եվ եթե դու ասում ես, այո, ես մտնում եմ այդ միութենականության մեջ, ստացվում է, որ դու մտնում ես ռուսական կայսրության մի պետականության մեջ։ Այսինքն Եվրամիությունն ու այս միությունը, միություն բառը թող չշփոթեցնի ձեր ժողովուրդ ջան, դրանք խիստ տարբեր բաներ են։ Եվրամիությունը ով մտնում է, ով կուզի դուրս կգա, այսպես է, ով կցանկանա կմտնի,
Անգլիան մտավ մի քանի ամիս հետո դուրս եկավ։ Ոչ ոք նրան չի ասել ինչ ես դուրս գալիս։ Իհարկե դա որոշակի խնդիրներ առաջացրեց, բայց այդ խնդիրները չեն եղել ռազմական տեսանկյունից, էլի, ասենք կամ չգիտեմ ինչ կորուստների։ Ինչի մասին է խոսքը։ Այնտեղ պետություններ են, որոնք որ համագործակցում են ու մի միութենականության շրջանակներում են գործում ընդհանուր որոշակի տնտեսական գոտում, ֆինանսական, էկոնոմիկական գոտում եւ այլն եւ հեշտացված, որովհետեւ իրար մեջ խնդիրներ չունեն։ Եվ խնդիրներ, եթե հանկարծ կան, դրանք որոշվում են միայն ու միայն լուծվում են միայն ու միայն քաղաքական ճանապարհով ու ոչ մեկին չի սպառնում։ Եվ ոչ մեկին չի պարտադրում, թե որը պիտի լինի այնտեղ պետության, որևիցե պետության երկրորդ լեզուն։ Եվրոպայում չեք գտնի մի պետություն, ով ասում է իմ պետության երկրորդ լեզունը սահմանադրության անգլերենն է։ Բոլորը գիտեն անգլերեն։ Որովհետև դա միջազգային լեզու է, շփման միջազգայինորեն ճանաչված շփման լեզուն է, ոչ թե պետական երկրորդ լեզուն է։ Եթե այս տարբերությունները չես հասկանում, շատ ցավալի է։ Եվ որպես կոմունիստի ես կզ ասեմ հետևյալը, ես իհարկե պատմական շատ դրվագների մեջ չեմ մտնի, բայց Հայաստանի Հանրապետությունը կոմունիստական կուսակցությունը իր բերած խորհրդային միությունով, պարտադրած խորհրդային միությունով զավթել է։ Այսօր Արծվիկ Մինասյանը ինչ-որ սինոն ճառում էր բանում ազգային ժողովում, թե բա դուք սահմանադրական բան եք անում, խախտում եք անում, եթե գնում եք 4-րդ հանրապետության, դուք տապալում եք 3-րդ հանրապետությունը, սա նշանակում է, որ մի խոսքով մի հատ քրեական պատմություն էր պատմում, Նայիրի Հոխեկյանի նման։ Նայիրի Հոխեկյանն էլ աչուձախ որոշում է բոլորին դատի տա բաման, բայց դեռ ոչ մի գործ չի ձեռնարկել ոնց որ ինձ է թվում։ Լավ հիշեցի, էլի, մի 2 տարի առաջ ասում էր մի 5 տարով դատվելու ես։ Բայց մինչև այսօր անգամ հերքումը չի հրապարակել, ոչ թե ինձ դատել չդատելու, այլ այն ամեն ինչի համար, որ ինձ որոշել էր դատել։ Սա ասենք, հիմի Արծվիկ Մինասյանին մեկը լինի հարց տա, Արծվիկ Մինասյան, եղել է կոալիցիոն կառավարություն, իշխանություն եք եղել ըստ էության, 3-րդ հանրապետության, խորհրդային միությանը, ինչի իրավաքաղաքական գնահատական չեք տվել։ Ինչի չեք տվել, հիմա որ կանգնած խոսում եք 4-րդ հանրապետությունը առայժմ գաղափարաբանական առումով պետք է հաստատվի եւ այնտեղ ոչ միտեղ չի գրվելու որը որի իրավական առումով ես չգիտեմ քայլեր ձեռնարկվելու են թե ոչ։ Չգիտեմ իսկապես, ասենք սահմանադրության մեջ գրվելու է որ Հայաստանի Հանրապետության 4-րդ հանրապետությունը, չգիտեմ, 3-րդ հանրապետության օրինակ իրավահաջորդը կամ իրավահաջորդը չի։ Այս իմաստով ես չգիտեմ, բայց գաղափարական առումով ինքը շատ լավ միտք է եւ որպես գաղափարախոսություն ինձ համար ընդունելի է, հատկապես այն կետերով ինչ որ ներկայացվում է իր իրական Հայաստանով, իր խաղաղության ծրագրով եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ սկսած դեռ այն 18 թվականի խոսքերից Հայաստանի տունն է, ժողովուրդն իմ ընտանիքը, քաղաքացին իմ ընտանիքը։ Սրանք հայեցակարգեր են, որոնք որ երբեք ձեր իշխանության տարիներին չի օգտագործվել, չի դե որտեղից օգտագործվել, եթե անգամ խոսալ չգիտեին։ Հիմա դուք ինչի օրինակ երկրորդ հանրապետությանը, երբ որ ստեղծում էիք երրորդ հանրապետություն, երկրորդ հանրապետությունը տապալում էիք ու իրավաքաղաքական գնահատական չէիք տալիս, ասեմ ավելին, ինչ որտեղ դարձեք երկրորդ հանրապետության իրավահաջորդը։ Բայց այդտեղ ի՞նչն էր խախտվել։ Կամ ինչի իրավաքաղաքական գնահատական չեք տվել, որ երկրորդ հանրապետությունը տապալել է առաջին հանրապետությանը։ Ըստ էության նաև պատերազմի միջոցով, ռազմական գործողությունների միջոցով զավթել է։ Առաջին Հայաստանի Հանրապետություն, ես կարող եմ անգամ ընթերցել։ Հիմա գտնեմ ինձ մոտ բան կա մի հատ։ Մեր ընկերներից մեկն էր տեղադրել, ճիշտ ասած ես դա վերցրեցի ինձ մոտ որ ընթերցեմ, բայց ինչ որ մի րոպե ուղղակի չեմ պատրաստվել, մտքովս չէր անցնում որ խոսքը դրան կհասնի, էլի։ Խնդրեմ։ Ընթերցեմ ձեզ համար։ Ռուսաստան ՌՍՖՍՀ 1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծվեց սովետական Ռուսաստանը։
Հիմնականը, որից հետո մյուսները միացան ու կազմեցին ԽՍՀՄ։ Ուկրաինա։ Մինչև 17 թիվը ռուսական կայսրության մաս էր։ 18-ից 20 թվականներին կարճ ժամանակով անկախացավ Ուկրաինական ժողովրդական հանրապետություն, հետագայում խորհրդային Ուկրաինա, բայց Կարմիր բանակը վերահսկեց։ 22-ին դարձավ ԽՍՀՄ հիմնադիր անդամ։ Դարձավ կամ դարձրեցին, սրանք նույնական են այս պարագայում։ Բելոռուսը մինչև 17-ը ռուսական կայսրության մաս էր, 18-ին գերմանական օկուպացիայի տակ փորձեց անկախանալ Բելառուսական ժողովրդական հանրապետություն, բայց շուտով Կարմիր բանակը վերահսկեց, 22-ին դարձավ ԽՍՀՄ անդամ։ Գերմանիայից խլեց, մի կայսրությունը մյուս կայսրության հետ կռվեց, առաջին բանի ժամանակ, համաշխարհային ժամանակ, խլեց այդ տարածքը, համարում է Իրանը։ Ուզբեկստան, մինչև ԽՍՀՄ կազմը ռուսական կայսրության Թուրքեստանի նահանգի մաս։ 24-ին ձևավորվեց ուզբեկական ՍՍՀ ԽՍՀՄ կազմում։ Ղազախստան ռուսական կայսրության գաղութ։ 20-ին ստեղծվեց Ղազախական ինքնավար ՍՍՀ, իսկ 1936-ին բարձրացվեց մինչև Միութենական հանրապետության կարգավիճակ։ Վրաստան 1918-ից 20 թվականներին անկախ էր Վրաստանի դեմոկրատական հանրապետություն։ 21-ին Կարմիր բանակը ներխուժեց, ստեղծվեց Վրացական ՍՍՀ։ Ադրբեջան 18-ից 20 թվականներին անկախ էր Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն։ 20-ին Կարմիր բանակը ներխուժեց, ստեղծվեց Ադրբեջանական ՍՍՀ։ Լիտվա մինչև 18-ը ռուսական կայսրության մաս, 18-ից 40 թվականներին անկախ պետություն։ 40-ին ԽՍՀՄ բռնակցեց, 1940 թվականին է բռնակցել։ Մոլդովա մինչև 18-ը ռուսական կայսրության մաս, Բեսարաբիա անվանումով։ 18-ից 40 թվերին միացվեց Ռումինիային, 40-ին ԽՍՀՄ ուժով վերցրեց և ստեղծեց մոլդովական ՍՍՀ։ Որոշակի ինքնավարություններ էլի տվել։ Լատվիա մինչև 18-ը ռուսական կայսրության մաս, 18-ից 40 թիվը անկախ պետություն, 40-ին ԽՍՀՄ բռնակցեց։ Ղազախստան ռուսական կայսրության գաղութ, 24-ին ձևավորվեց որպես ինքնավարություն, իսկ 36-ին միութենական հանրապետություն։ Տաջիկստան ռուսական կայսրության գաղութ, 24-ին ԽՍՀՄ-ում ձևավորվեց որպես ինքնավարություն, իսկ 29-ին դարձավ տաջիկական ՍՍՀ։ Հայաստան Վարդանիկ 1918-ից 20 թվականներին անկախ էր Հայաստանի առաջին հանրապետություն։ 1920-ի դեկտեմբերին Կարմիր բանակը մտավ, ստեղծեց հայկական ՍՍՀ։ Թուրքմենստան ռուսական կայսրության գաղութ, 24-ին կազմավորվեց որպես միութենական հանրապետություն ԽՍՀՄ-ում։ Էստոնիա մինչև 18-ը ռուսական կայսրության մաս, 18-ից 40 թիվը անկախ պետություն, 40-ին ԽՍՀՄ բռնակցեց, դե Պրիբալտիկան բոլորը նույն ճակատագրին են արժանացել, Լատվիա, Լիտվան, Էստոնիան։ Շնորհակալություն Դավիթ Աթայանին այս գրառման համար։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանը Ռուսաստանի Դաշնություն է կոչվում, որտեղ որ փոքրիկ ինքնավարություններ կան, ինչ-որ էթնիկ ժողովուրդներ իրենց էթնիկ հայրենիքում ապրող, բայց պետություն չունեն, իրենց պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիմա դու առաջարկում ես, որպեսզի Հայաստանի Բելառուսի օրինակով, իսկ Բելառուսում ինչ օրինակ է, բռնապետական կարգ էր։ Եթե մի երկրում երկրի ղեկավարը ընտրություններին մասնակցում է տղու հետ զենքով, ավտոմատով, եւ կադրերը կան, տեսանյութերը կան, այդ ընտրությունների ինչի համար են այդ ընտրությունները, հենա, կամ ինչի համար է հանրապետություն կոչվում, թող կոչվի թագավորություն, տենց գնա միապետություն։ Եվ մյուս կողմից անընդհատ շեշտում, դե Ռուսաստանը քրիստոնյա երկիր է, ով է ձեզ ասել քրիստոնյա երկիր է Ռուսաստանը։ Ռուսաստանի Դաշնությունում կան շատ միավորներ, չգիտեմ այնտեղ Չեչնիա, Ինգուշեցիա եւ այլն, որոնք որ մուսուլմանական երկրներ են։ Մուսուլմանական ժողովուրդներ են, իրենց էթնիկ հայրենիքում են ապրում, որոշակի ինքնավարություն ունեն, բայց Ռուսաստանի Դաշնությունն է դա։ Էլ չխոսեմ Պուտինի համբույրը Ղուրանին։ Դա չգիտեմ, ցնցող իրականություն էր, երևի մարդիկ այդքան էլ չեն գիտակցում, որովհետև այդքան չեն ուսումնասիրել։ Բայց երբ որ քրիստոնյա երկրի քո ասած քրիստոնյա երկրի քրիստոնյա ղեկավարը էլի քո ասած համբուրում է Ղուրանը,
Երկուսն էլ դեգրադացված են ուրեմն։ Տվյալ երկրում երկու արժեքներն էլ դեգրադացված են, որովհետև նախ այստեղ պիտի թույլ չտային Ղուրանը համբուրել, այստեղ էլ պիտի Ղուրանը չհամբուրեր։ Երկուսն էլ դեգրադացված։ Դու ասում ես մտնենք այդ կազմ։ Մտնենք, որպեսզի անկախ մնանք։ Անկախ ո՞նց ես մնում։ Ո՞նց ես պատկերացնում անկախությունը այդտեղ։ Եվ բացի այս ամեն ինչը, լավ, հələ կարծում ես, էլի, մի հատ էլ դիլեմայի առաջ ես կանգնացնում, ով ինձ այս հարցով մեղադրի, քննադատի, չգիտեմ, վատ բան ասի, շան տղա է։ Սա Why հենց այստեղ խոսքս ուղղում եմ արտախորհրդարանական ընդդիմությանը այն կուսակցություններին հատկապես, որոնք որ եվրոպական արժեքներ են դավանում։ Ես որքան հիշում եմ, Գյումրիի ընտրությունների ժամանակ Եվրաքվե կար, չէ՞, միասնական դաշինքով մասնակցում եք ընտրություններին։ Ունեք հետաքրքիր տեխնացու, ցավոք, ինձ համար ցավոք, իսկապես ցավոք, չանցակ ավականի։ Հիմի հարց, գուցե որոշակի ակցիա իրականացնեք այս ամեն ինչի շրջանակներում, գուցե գյումրեցիներին, թե սա ընդունելի բան չի, չէ, արժանամակարգ չի, չէ, եվրոպական տեսանկյունից, քաղաքակրթության տեսանկյունից։ Բայց ինչ եք թողնում այս հարցը իշխանության վրա, որպեսզի հետո եթե մի բան անեն, ասեն, տեսեք, իշխանությունը բռնաճնշումների է ենթարկում։ Ինչի՞ չեք դատապարտում։ Ես չեմ խոսում Facebook-յան դատապարտումների մասին ընդ որում, կոնկրետ գետնի վրա, ձեր թիմին, ձեր ընտրողներին, ինչի քարոզ չեք անում, ինչի չեք դուրս գալիս մի հատ ակցիա իրականացնեք, բողոքի ակցիա իրականացնեք, ես ինչ ասում։ Սա իսկապես քաղաքական անգործություն է այս մասով, թե ընտրությունից ընտրություն եք եվրոպական։ Իսկապես եվրոպական արժեքներ կրում ենք, թե չենք կրում։ Եթե կրում եք, պիտի որ օրնի բուն աշխատեք։ Չէ, իհարկե կան աշխատողներ, առանձին վերցած 1-2 կուսակցություն կան։ Ընդ որում երեք տեղեկացա, որ Հանրապետություն կուսակցությունը վաղար շաբաթի ընտրություններին ոնց որ շատ լավ է պատրաստվում եւ ունի շատ հետաքրքիր առաջին համար։ Բայց իսկապես Գյումրիում չպետք է թողնել սա միայն ԿՊ-ի վրա։ Նման արտահայտություն ես չեմ խոսում ներ ավականյան գործողությունները, բայց նման հայտարարությունները պիտի դատապարտել են։ Ընդ որում այստեղ շատ հետաքրքիր մի բան կա։ Այս պայդրությամբ, քանի որ դուք Գյումրիում դուրս մնացիք, ես շատ ցավում եմ, որ նախ եւ առաջ ցավում եմ ու այն ամենասկզբից էլ այդքան էլ օքեյ չէի, որ բան միասնական եք հանդես գալիս, որովհետեւ կան այնտեղ մարդիկ, որ չէի ցանկանա տեսնել այլ մարդկանց կողքին, հա։ Այնուամենայնիվ, այս պայդրությամբ դուք ոչ միայն արտախորհրդարանական ընդդիմություն եք իշխանությանը, պետության գործող իշխանությանը, այլ արտախորհրդարանական ընդդիմություն եք Գյումրիում Վարդանիկին։ Գուցե որոշակի ֆունկցիաներ, աշխատանքներ ամեն դեպքում լավ մի հատ հայտարարություն, ես նայում եմ, ինչ որ չեմ գտնում, չգիտեմ։ Գուցե լավ չեմ նայում։ Եթե լավ չեմ նայում, ներողություն։ Ամենայն դեպս դա նույնպես պիտի որ մտահոգություն պատճառի, ուրեմն հրապարակումը ոնց որ թե եթե եղել է, ոնց որ թե այնքան էլ գրավիչ չի եղել, որ ախվատը այդքան փոքր է։ Մյուս միտքը մի քիչ երկար է գնալու, առաջարկում եմ գնանք կարճ դադարի։ Կարճ դադար մի եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ուրեմն մյուս միտքը, որը Վարդանիկը հնչեցնում է, ես որ ասում եմ հիմա Վարդանիկը, իմ խնդիրը Վարդանիկը չի։ Իմ խնդիրը հենց այն բարքերը, այս բարքերը կրողներն են, որոնք որ մի ամբողջ 25-30 տարի
Իբր թե մեզ պիտի օրինակ պետական դաստիարակությամբ ապահովեն, մեզ պիտի մարդ դարձնեն, քաղաքացի դարձնեն, մեր պետություն դարձնեն, անգամ Արցախը կար հաղթական ռազմական ավարտով պիտի Արցախն էլ Արցախ դարձնեն։ Սրանք ո՞նց կարող էին դարձնել։ Սա միասնական բան առավել եւս, ինչ եմ ես այսպես նաեւ ասում, իմ խոսքը լեգիտիմացնում է ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները իրենց լռությամբ ոչ մի գնահատական չտվեցին, օրինակ, հա, ես կասեի լավ, առանձնացնենք, որովհետև սա Վարդանիկն է կոմունիստական կուսակցությամբ, նրանք բան լավ, ասենք թե աջակցել են ընտրություններին, բայց ամեն դեպքում Վարդանիկն է ասում, բայց չէ, այս մարդիկ այստեղ նստած, եթե ասեին օրինակ, այո, մենք դատապարտում ենք նման խոսույթը, ես կասեի, լավ, մի քիչ տարանջատեմ, հա, մի հատ կհիշեցնեմ, որ ամեն դեպքում դուք եք աջակցում, բայց չէ ընդհանրացնի արժե համակարգի տեսանկյունից։ Բայց քանի որ քար լռություն էր, անընդհատ ելան ասեցին, դուք անընդհատ ձեր վրայից ցրեցիք, ես չեմ կարող չընդհանրացնել։ Դուք եք տվել այդ լեգիտիմ իրավունքը ինձ, որպեսզի ես այդպես արտահայտվեմ։ Հա, այնտեղ Քրիստինե Վարդանյանը առհասարակ փորձում էր ներկայացնել, թե ինչ կապ ունենք մենք Վարդանիկի հետ։ Լուրջ եք խոսում։ Դուք տեղյակ եք ոնց է Վարդանիկը ինչ կոալիցիայի արդյունքում է Վարդանիկը դարձել քաղաքապետ։ Անդրանիկ Թևանյանի հետ առհասարակ առնչություն չունեք։ Հələ մյուսներին չասեմ։ Կոնկրետ Անդրանիկ Թևանյանի հետ։ Ցնդաբանություն է։ Իմիջիալոց Անդրանիկ Թևանյան ասեցի, հիշեցի։ Այս իրենց մայր զգացել եք իրենց կերպարներով ոնց են վնասում Հայաստան բառը, պետություն բառը, որպես այդպեսին, իրենց դա հրապարակային կրելով, այսինքն Հայաստանի անկախությանը դեմ, Հայաստանի ուժեղացմանը, ամրապնդմանը իր միջազգային բանոր դիրքերին, այս ամեն ինչին դեմ, իրենց բոլոր վատ կողմերով կրում են Հայաստան դաշինք անվանումը, այն իրանց միջից դուրս եկած Անդրանիկ Թևանյանն էլ իբր որպես առանձին ճյուղ, ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, իբր, բայց երբ որ վերևից զանգում են, փորձը եւ կյանքը ցույց է տվել, որ անգամ հարազատին արուն թափածը միևնույնն է ներվում է։ Ես չեմ ասում չներվի, հանկարծ չմտածեք, ես դեմ եմ ներողամտության առհասարակ բացարձակ, բայց մեկ-մեկ որ տենց ներկայացնում էիք, որ տա եւ այլն, ու մենք երբ որ ասում ենք, երբ որ ձեզ զանգ լինի, դուք այդ կմոռանաք ու կոալիցիա կազմում եք, ես ինչ եք ասում, աբջան ինչի լեննագանցին դուք մեզ ինչի տեղ եք դրել, մեր թասիբն ուրիշ է, տեսանք, դուք լեննականց ու թասիբ բառակապակցության վրա նույնպես թքեցիք ձեր անթասիբ քայլով, հրապարակային, այստեղ հիմա էլ Երևանի ավականիում են, մի կողմ դնենք են հանգամանքը, որ Զարուհի Փոստանջյանը որպես իրավաբան պաշտպանում է Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի վրա մահափորձ անողին դատարանում նրա շահերը ցանկացած քաղաքացի այստեղ իրավական տերմինոլոգիա կա ցանկացած քաղաքացի իրավունք ունի պաշտպանվելու դատարանում դե այն մարդը իրավաբանա վերցնել պաշտպանում ինչ եք ուզում այստեղ արժեհամակարգային խնդիր կա եթե սրան էլ գումարում ենք թե այդ դատավարությանը որ падգամավորներն են ներկա լինում դաշնակցական ամբողջական պատկերը դրված է այս շատ էլ որ ձեր լրագրողներին հրահանգված է չգնալ ու տեղում չլուսաբանել հանկարծ եթե հիմա կասեն դե գիտեք տեղում լուսաբանելը կախված է մարդիկ պիտի երկու կողմն էլ համաձայն լինեն դա էլ գիտենք բայց գոնե դուրս գալուց դատարանի դահլիճից ո՞նց եք բռնցնում սրան նրան միկրոֆոնը մցնում բերանը այդպես մի բան
նո ձեր վարկագծին համահունչ ինչ որ նոր բան չենք ասում ձեզ ու հետաքրքիր բան է ստացվում հունիսի 13-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը Արմեն Ավինյանը իր դեմ հարուցված գործի շրջանակներում գիտեք ինչի մասին է խոսքը դատական նիստի ժամանակ փաստաբանի միջոցով փոխանցել էր հայտարարություն որի համաձայն Ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ու իր կինը Ռեբեկա Արաքելյանը ըստ էության լինելով բավականաչափ ապահովված կեղծիքի միջոցով օգտվել էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող օգնությունից այս հայրենիքի համար դոշտեցողները Civic-ին հասած տեղեկությունների համաձայն հիշյալ հայտարարության հետ կապված հարուցվել է քրեական գործ միևնույն ժամանակ մեզ փոխանցեցին որ առայժմ ոչ ոք չի արձագաննվել Հիշեցնենք, որ ըստ Արմեն Ավինյանի հայտարարության, Ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ու իր կինը Ռեբեկա Արաքելյանը բնակվելով Երևանում եւ համատեղ ունենալով կանխիկ 18 միլիոն ՀՀ դրամ համաձայն իրենցից կողմից 19-11-23 թվականին ներկայացված հայտարարագրի հայտարարագրում գրված է երբ որ գրում ես ավականու ընտրությունները հայտարարագիր ես լրացնում ինչ ունես եւ այլն Մարդիկ քեշ փողը գրել են 18 միլիոն դրամ չեն խորշել դիմել եւ ստանալ կարիք ունեցող բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը ընդ որում երբեմն ամսական նույնիսկ 10000 դրամ գումարի չափով դրանովից նվազեցնելով պետության հատկացված այն գումարը որը պետք է ապահովի իրական կարիք ունեցող անձանց գոյատևումը այն որ 50+10 էին է տալիս աչքից խոսքը դրա մասին է անգամ այդ 10000-ը գնացել քերել են ուսումնասիրելով բաց աղբյուրներում արկա տեղեկատվությունները Արմեն Ավինյանի մոտ հա իմիջիալից հիշեցնեմ ժողովուրդ ջան այս մարդիկ Երևանում են ապրել Երևանում որովհետև եթե դուք հիշում եք Արցախի էթնիկ զտումը իրականացավ Երևանի ընտրություններին գրեթե զուգահեռ Եվ դա ռուսական պլանի մի մասն էր, որպեսզի Երևանը տանեն Ինչպես Գյումրին տարան Որպեսզի Երևանն էլ տանեն Հասկանում եք Դրա համար ձգեցին կարող է մեկ ամիս շուտ սկսեն, մեկ ամիս ուշ սկսեին բայց բերեցին ավականու ընտրությունների հետ համաձայնեցված ռուսների հետ որպեսզի ռուսական պլանն էլ աշխատեր Ես չեմ ասում էթնիկ զտումը տեղի է ունեցել որպեսզի Երևանի ընտրություններում նրանք բանանեն ճիշտ հասկացեք նորից եմ կրկնում շրջափակված էր Արցախը այնքան շրջափակված մտնած մինչև որ հասավ նրանք հանգիստ հասկացան որ Երևանում առաջիկայում նախատեսվում ընտրություններ ուստի մի քիչ էլ պահենք հենց այդ process-ին զուգահեռ կանենք որպեսզի դժգոհության ալիքը մեծ լինի եւ իշխանությունը պարտվի քաղաքում առնվազն Իսկ մաքսիմում նպատակը առհասարակ չանցնի ավականու բան Մանավանդ որ Երևանում միշտ խնդրահարույց է եղել միշտ հարուստներով եկել լրվել են Երևանում բոլոր համայնքներից չեն նայել էլի իրենց համայնքը չի զարգացել մի հատ կռիվ չեն տվել որ իրենց համայնքը զարգանա ասեն չի զարգանում մեկ այս միլիոնատար եմ գնամ Երևանում ապրեմ որովհետև այնտեղ հարմար է ու սրանք բնականաբար Իրենց դիրքորոշումը ակնհայտ է, չէ՞ բոլորիս, ահա։ Այսինքն այս ամուսինները գտնվել են Երևանում, որովհետև ավականու ընտրություններին մասնակցելու համար դու առնվազն որոշակի ժամկետով կներեք, գուցե ժամկետները հիմա լավ չհիշեմ, ասենք թե, հա, առնվազն 6 ամիս պիտի ապրած լինես Երևանում, օրինակ, կարող է 3 տարի, չգիտեմ։ Ես էսի օրինակի համար եմ այս թվերը բերում։ Առնվազն պիտի, չգիտեմ ինչ, նախընտրական process-ները նայեք երբ է սկսել։ Նախընտրական process-ներից առաջ ամեն խմբակցություն կամ կուսակցություն մասնակից իր ցուցակներն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հասկանում եք, այդ մարդը Արցախում չի եղել շրջափակման ժամանակ։
Ուսումնասիրելով բաց աղբյուրներում արկա տեղեկատվությունները, Արմեն Ավինյանի մոտ առաջացել էր ողջամիտ կասկածներ այն մասին, որ Ռեբեկա Առաքելյանը, նրա ծնողները եւ եղբայրները մինչեւ 23 թվականի սեպտեմբերի 19-ը բնակվել են Հայաստանի Հանրապետությունում եւ վերջինիս ընտանիքը հնարավոր է առհասարակ չպետք է լիներ օգնության ծրագրերի շահառու։ Ավինյանը հույս էր հայտնել, որ իրավապահները կիրականացնեն քննություն։ Սա վերահաստատում է իմ ասածը։ Եթե ու շատ ուսումնասիրելու բան էլ չկա, ես չգիտեմ քննիչները ինչ են ուսումնասիրում այդքան։ Ինչ եք ուսումնասիրում, որ չեք կանչել հարցազրույցի, կարող ենք իմանալ։ Ասենք, եթե ինքը մինչև այդ ապրելա Արցախում ո՞նց է հայտնվել են ցուցակում։ Ո՞նց։ Չի կարող չէ լինել նման բան։ Օրինակ, ես ապրում եմ Երևանում։ Ես չեմ կարող հայտնվել Գյումրու ընտրությունների հավաքանու ցուցակում։ Որովհետև ես Երևան քաղաքի բնակիչ եմ։ Հեսա վաղար շաբաթում ընտրություններ լինելու։ Ես չեմ կարող հայտնվել վաղար շաբաթում ընտրությունների ցուցակում հավաքանու։ Ես պետք է առնվազն որոշակի ժամանակահատված լինեմ վաղար շաբաթի բնակիչ։ Որպեսզի որոշակի կուսակցության հետ համագործակցեմ կամ լինեմ կուսակցական ու ընդգրկվեմ այդ ցուցակում։ Ինչ կա այստեղ ուսումնասիրելու, հարգելի քննիչներ։ Ինչն է բարդ։ Մի հատ սուրճ խմելու հետ սիրուն գնում է։ Ընդամենը պետք է նայել ԿՀ-ի տվյալները, մենք հարցում ենք անում ԿՀ-ից, ասում եք տվեք էլ։ Տեսնենք այս ցուցակը երբ է եկել մեզ մոտ։ Հիշեցնեմ, ընտրությունները կայացել են սեպտեմբերի 15-ին, չէ՞, թե օգոստոսի 15-ին։ Սեպտեմբերի, եթե չեմ սխալվում։ Կարող ենք նայել։ Գնացեք կերել են Ղարաբաղցիներին, արցախցիներին հատկացված հացը։ Եվ այդ նույն արցախցիներին ուղեղները ամեն օր լվանում են հակառակը, քսի են տալիս իշխանության վրա։ Տեսեք, մենք ուզում ենք ձեզ փրկենք։ Սրանք չեն թողնում։ Սիրելի արցախցիներ, այսպիսի բաները հեշտ ձեր կողմից գնահատականի ենթակա չէ։ Տեսեք, ես կհասկանայի ձեր լռությունը, եթե ու կհասկանայի հատկապես ես, լավ գիտակցելով, թե դուք ինչ վիճակում եք գտնվում։ Եվ այո, մարդը, ով էթնիկ զտման է ենթարկվել, բոլորովին վերջերս, ունի 1000 դարդ և ունի 1000 ցավ, ունի 1000 մտորում, այլ չեմ խոսում հոգեբանական ճնշումներ, դեպրեսիվ իրավիճակներ, կենցաղային խնդիրներ։ Բնականաբար իր համար քաղաքականության մեջ ով ինչ անում, ինչ չանում, գուցե մի պահ առհամարեք ու թքած ունենակ անգամ։ Ես սա կհասկանամ։ Բայց երբ որ ես տեսնում եմ, որ արցախցիների մի հատվածը հակառակ բավականին ակտիվ է որոշակի գործողություններում, հարց է առաջանում եւ այդ հարցը տալիս եմ։ Հենց այդ ակտիվ մասնակցություն ունեցող արցախցիներին։ Ձեր մեջ այս իմաստով հարց առաջանում է, թե չէ։ Ունեք ասելիք, թե չունեք ասելիք։ Ու այս հարցի պատասխանի մեջ է հենց այն ճշմարտությունը, թե որքանով է իսկապես հուզում ձեզ ներկա իրավիճակը եւ որքանով դա ընդհանրապես քաղաքական դիվիդենդների ու բաների, ձգտումների, նախասիրությունների հարցը։ Վերադառնանք Վարդանիկին, դեռ ժամանակ ունենք։ Ասում է, տղերք, լավ իմացեք, պիտի ամեն ինչ անեն 26-ին սրանք չհաղթեն։ Եթե հանկարծ հաղթեն, ինպես տղերքը էլա անելիք չունեն այս երկրում։ Մի հատ իրան օտարում է, այս երկրում, երկիրը դրած էր, ինքը եկել էր անելիք անել, լավ դե չեք ուզում, ես գնացի, էլի։
նախ այն կանյակի գործից ինչ կա, այն ֆարշ կանյակ, երբ որ դու կանյակ էր փակում Չիտայում, մյուս տեղերում, Ռուսաստանում, ֆարշ ու ծախում, դրանով հայկական կոնյակի բրենդի անունը չէր վարկաբեկում, բայց սա թողնենք։ Սա այն հերթական բաներից, սա ինչի մասին հասարակությունը տեղական խոսում է։ Գանք այլ տեղ։ Եթե քո խնդիրը աթոռի գրավումը չի, քո ասելով ձեր թայֆի, խնդիրը աթոռի գրավումը չի, ապա քաղաքական գործիչ որպես անկախ ընտրվել չընտրվելուց միշտ անելիք ես ունենում քո պետության համար։ Քո պետությունում միշտ ես անելիք ունենում։ Անգամ որպես ոչ թե քաղաքական գործիչ, այլ որպես քաղաքացի։ Որպես շարքային քաղաքացի, ցանկացած քաղաքացի մեր երկրում անելիք ունի ըստ իր պատասխանատվության զգացման։ Այսինքն եթե չընտրվանք, եթե չստացվեց գնում ենք ախպեր։ Չունենք էլ անելիք։ Ազնիվ չեք։ Այսինքն դրանով խոստովանում եք, որ ձեր գործը միայն աթոռի կռիվն է, որից օգտվելու եք ոչ թե պետությունը զարգացնելու համար, այլ ձեր սեփական խոսքով նախասիրությունները բավարարելու համար։ Սա ապացույցը, որի մասին ինքնախոստովանանքով հանդես ես եկել։ Քո իսկ նախաձեռնած մամուլի ասուլիսում։ Իսկ ինչ վերաբերում է առաջարկվող դիլեմային, ով վատ արտահայտվի, ստորակետ, միութենական պետության գաղափարին։ Ես, ով որ կկարծի սրանով քո առաջարկած բառապաշարը կարող է վերաբերել ինձ, ուրեմն ինքնա այդպիսի տան մեջ ապրած այդպիսի դաստիարակություն կարող անձը, ասեմ քեզ հետևյալը, Հայաստանի Հանրապետության անկախությունը, որը ըստ էության միութենական պետություն կոչվածի մեջ երկրորդվում է, այսինքն դրվում է հարվածի տակ, Հայաստանի Հանրապետության անկախությունը հարվածի տակ դնող ցանկացած մեկը մոլորակի վրա ինձ համար հակապետական ընդհուպ մինչև թշնամական տարժ է։ Ես չեմ ուզում ընկնել ձերեն ֆոբիաների մեջ, թուրք-ադրբեջանական, չգիտեմ, ինչական, չինական, չեմ ուզում մտնել այդ բառապաշարի մեջ, որովհետև դա ձեր վախերն է ցույց տալիս ընդամենը։ Բայց բնութագիրս դա է։ Հակապետական, ընդհուպ մինչև դավաճանական եւ թշնամական տարժ է։ Ու այդ տարժից պետքա հնարավորինս շուտ ազատվել։ Եվ երբ որ դու Վարդանիկ ասում ես իմ երկրին հայրենիքին ով կասե որ ես անկախություն իմ պետությանը մեկը բան ասի ես ասել են չես լսել սաղսել կելնինք սաղսել ես կենենք չէ հա բա ասել են Բելարուսի նախագահ ասել է պետությունը Հայաստանը ով դարավ որ չհամաձայնի մեր հետ Սա այդքան չկակ էլի ոնց ասենք տենց պիտի լսեք այդ ճուտիկ բուլիկներ այ էտա ասել հասկանում ես ավելին ասել գործողությունով Ռուսաստանը քո սիրելի ռազմական գործողության ժամանակ մարդոց մեջ չգիտեմ Հայաստանը որտեղ է ոնց ավելին ասել թողել է իր պարտականությունը ու փախել է առաջնագծից փախել է եղել է այնտեղ ներկայություն ունեցել ու փախել է ավելի մանրամասներ ասեմ
Դու տեղյակ չես ոչ մի բանից։ Դեռ չեմ խոսում զարթողական քաղաքականությունից առաջին հանրապետության հետ կապված։ Մեր անկախությունը գողացել է կոմունիստը։ Արցախը Ադրբեջանին տվել է Ռուսաստանը։ Այն միութենականության գերագույն գործոնը, որի կազմում ուզում ես ընդգրկվել ու ասում ես ով որ չի ուզում հակավ դու ով ես։ Այ ինչքան որ ասեցի Վարդանիկ, սա վերաբերում է բոլոր են քաղաքական ուժերին, ովքեր սատարել ու սատարում են սույն երևույթին, սույն հակապետական, դավաճան, թշնամական տաժին, ովքեր մաս են կազմում այս ատոմին, նեյրոնին, չգիտեմ ինչին։ Եթերում Ազատ շփումներ կհանդիպի։